Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունով պատգամավորի թեկնածու առաջադրված Էդվարդ Անտինյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիկին։ Բարև ձեզ, պարոն Անտինյան։ Բարև ձեզ։ Պարոն Անտինյան, ինչպես կգնահատեք Նիկոլ Փաշինյանի վարքագիծը մայիսի 18-ին քարոզարշավի ընթացքում ցուցաբերած։ Տեղից էլ շատ ենք խոսել այն մասին, որ 2026 թվականի ընտրությունները էականորեն տարբերվում են 21 թվականից։ Այն սցենարը, որ նախկինում եղավ Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, փորձում էին դա տեղափոխեն նաև 2026 թվական, ուղղակի քանի որ Ռոբերտ Քոչարյանի հրեշի կերպարը այլևս մոդա չէր, 26 թվականին գտնվեց այլ կերպար եւ ցանկանում էին այդպես գնալ, ձայն տանք Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ռուսամետները չգան, կամ ձայն տանք ռուսամետներին, որ Նիկոլ Փաշինյանից վերջապես պրծնենք։ Բայց քանի որ ուկրաինական պատերազմից հետո չկա տենց ընտրություն, որտեղ աշխարհաքաղաքական կոմպոնենտը առաջնային դերակատարություն չունենա, որովհետև մարդիկ ով էլ մասնակցում է եվրոպական երկրից, անգամ Ամերիկայում, անգամ հետխորհրդային տարածքներում, հարց է առաջանում, լավ, ի վերջո ձեր վերաբերմունքը նոր աշխարհակարգի հետ կապված ինչ եք պատկերացնում։ Ռուսաստանը ագրեսոր է, թե ագրեսոր չի։ Եվ այս կարգի հարցեր, այսինքն տեղից էլ մենք գիտենք, որ այս ընտրությունների վրա դրսի ազդեցությունը չափազանց մեծ է լինելու օբյեկտիվորեն։ Սուբյեկտիվը դրանից առաջացավ ներքին լարվածությունը, որովհետև Հայաստանում էլ կար պարարտ հող սպասարկելու Ռուսաստանի շահերը։ Բայց եւ հիմա այս քարոզարշավի ընթացքում մենք տեսնում ենք, որ լարվածությունը բավական բարձր է, բայց արհեստականորեն բարձրացվեց լարվածությունը։ Այն ձայնագրությունը, որ կար, որ սպառնում էին Նիկոլ Փաշինյանին, սպառնացողը չի սպառնում, այն ինչ որ բան անում է։ Խնդիրը նա չի, որ կպարզեն վաղը ով էր դա կազմակերպել, ով էլ կազմակերպել էր, իշխանության սադրանք կլներ, թե իշխանության դեմ սադրանք կլներ։ Նպատակն է, որ քարոզչությունը ավելի սրեն, ավելի լարեն, պատասխան տա իշխանությունը, իշխանությանն էլ պատասխան տան։ Մենք այս ձևով սա համարում եմ ուղղակի անընդունելի մեզ համար, ինչպես ենք մենք պատկերացնում մեր ապագա խորհրդարանը, ապագա իշխանությունը, եթե Նիկոլ Փաշինյանն ասում է եկա ընտրությունն ավարտվեց, կզսնելու եմ, սատկացնելու եմ, նրանք էլ ասում են դե կտեսնենք ով կսատկացնի։ Այսինքն ստացվեց մահու կենաց կռիվ, որի պարագայում երկուսից որն էլ հաղթեց, պարտվելու է ժողովուրդը։ Հենց սա էր, որ պարբերաբար խոսում էինք, որ մեզ այլընտրանք է պետք, որ այլընտրանք լինի թե այս իշխանությանը, թե նախկին իշխանություններին։ Իսկ շատերը, որ ցանկանում էին հստակեցնել, թե նախկին ասելով ինչ եք հասկանում, Սամվել Կարապետյանն էլ եք համարում նախկին, այո, Սամվել Կարապետյանին ոչ միայն մենք ենք նախկին համարում, Սամվել Կարապետյան այն կապերով է կապված նախկինների հետ, դրանից բացի այն քաղաքական ուժը, որ համարում է, որ Հայաստանի ապագան ավելի սերտ համագործակցությունը Ռուսաստանի հետ, նա արդեն տեղից նախկին է, նույնիսկ եթե կապեր չունենար նախկին իշխանությունների հետ։ 21-րդ դարում են վիճակում, որ գտնվում է Ռուսաստանը, նրա տնտեսական վիճակը, քաղաքական վիճակը, նրա ժողովրդավարության մակարդակը, մարդու իրավունքներ եւ այլ, ու մեկ էլ մենք տեսնում ենք պայքար է գնում, իշխանությունը բացատրում է, որ Ռուսաստանի դեմ ոչ մի բան չեն կանելու, ընդդիմությունն ասում է, որ Ռուսաստանի հետ պետք է ավելի սերտ համագործակցություն հաստատենք։ Այսինքն այդ ձեր ասած լարվածությունը, որը հիմա սա արհեստական լարվածություն էր, որը դրսևորվեց, հատուկ սարքած լարվածություն էր, որովհետև կողմերին ձեռնտու չի, որպեսի խաղաղ հանգիստ ընտրապայքար գնա, արդյունքում էլ ժողովուրդը կողմնորոշվի ում է ընտրում։ Եվ սա ցույց տվեց մեզ, որ այո, մեզ օդի ու ջրի պես պետք է այլընտրանք, որովհետև մի կողմը ասում է, եթե ես պարտվեցի պատերազմ ալնելու, մյուս կողմն ասում է, եթե հաղթեց Հայաստանի օդը կփագեն, ջուրը կփագեն, սնունդը կփագեն, լարսը կփագեն եւ այլ։ Այսինքն այս քաղաքական բայղուշությունը, այս պայքարը մեզ ապագա չի տանում։ Դրա համար ես համարում եմ, որ սրա լուծումը միայն այն է, որ ժողովուրդը հասկանան, որ պետք է ուղղակի ազատվել այս երկու ուժերից էլ։ Դուք քանի որ խոսեցիք այդ ձայնագրության մասին, որ դիմակավորված անձինք զենքերը ձեռը Արցախի բարբառով ասում էին, որ Նիկոլ գիտենք որտեղով է անցնում եւ սպառնում էին սպանել, կարծում եք, որ դա իշխանության բեմադրածն է, թե այնուհանդերձ սպառնալիք է գործող իշխանությանն ուղված։
անկախ նայած դա սպառնալիքը ներգործող իշխանությանը ինչ արդյունք էր դա տալու։ Պարզեր որ իշխանությունը հակադարձելու էր։ Եվ տեսանք ինչ ձևով հակադարձեց։ Պարզեր որ մյուս կողմն էլ հակադարձելու էր իշխանությանը։ Այսինքն ինչ նպատակով էլ դա արված էր, մարդկանց ձեռնտու չէր նորմալ առանց լարման քարոզարշավ։ Ինչպես տեսանք, դա ինչ որ կողմ, սենց ասեմ, իշխանության դեմ եթե արածել լիներ, իշխանությունը այնուամենայնիվ առիթից օգտվեց եւ սրեց, չէ՞ վիճակը։ Իսկ եթե իշխանությունն էլ արածելներ, առիթը ինքը օգտագործեց, վիճակը սրեց։ Դրանից մեր վիճակը չի թեթևանում, որ ապագա իշխանությունը մտածում են նա կգա նրան կոչնչացնի կամ նա կգա նրան կոչնչացնի։ Մենք դա ենք ուզում։ Ով է այս ամեն ինչը սադրում, պարոն Անտիմյան։ Համենայն դեպս մենք տեսնում ենք, որ երկուստեք լարվածությունը թեժանում է։ Այսինքն այսպես նայենք, եթե ինչ-որ մի կողմը ցանկանում է ինչ-որ բան սադրել, մյուս կողմը կարող է իր հավասարակշիռ վերաբերմունքով ցույց տա, որ իրանք չեն ցանկանում մրցապայքարը այսպիսի հուն տեղափոխել։ Ինչպես տեսնում եք, երկու կողմն էլ պատրաստ են դա անել։ Երբ որ ասում ենք, այս երկու կողմն էլ իրար արժեն, պետք չի ասել, որ նախապատվությունը որևէ մեկին տանք, մենք օրինակի համար այս պայքարի, այս առճակատման մեջ կոնֆլիկտի կողմ չենք, բայց դուք հրաշալի տեսնում եք ձեր մասնագիտության բերումով, որ մի մասը արդարացնում է Նիկոլ Փաշինյանը, ասում է քիչ ասեցիր, ավելի շատ պետք է ասեիր, մի մասն էլ ասում է, այս ինչ խայտարակություն է, ինչ ես ասել։ Նույնիսկ մարդիկ, ովքեր իբր թե իշխանության հետ չեն, մյուսներն էլ իբր թե ռուսամետ ուժերի հետ չեն, բայց իրանք իրանց համակրանքով ցույց են տալիս, թե իրականում իրանք որ կողմ են։ Մենք ասում ենք, սա մեր կռիվը չէ, այդ երկուսը որ մահու կենաց կռիվ եք տալի, սա մեր ժողովրդի կռիվն էլ չէ։ Դրա համար պետք է մտածել, իսկապես ներկայացնելով այլընտրանք, ասել, որ մենք պետք է ունենանք այնպիսի իշխանություն, որ հարցը արյունայեղության էլ չհասնի, հարցը սպառնալիքներով չկարգավորվի, որովհետև դրսի ուժերն է շահագրգռված են անկայունությունը օգտագործելու հարցում։ Մենք հիմա շատ բարդ իրավիճակում ենք գտնվում, չի կարելի նման բաների մեջ ներքաշվել։ Դրսի ուժերում նկատի ունեք։ Անթակույց ձևով Ռուսաստանը կցանկանա, որ ազդեցությունը Հայաստանի վրա մնա։ Չի թաքցնում նման ցանկություն նաև Եվրամիությունը։ Եվրամիությունը բավական ակտիվ ձևով ներգրավված ալնում այդ հարցերում։ Մի զարմանալի բան չի, մենք Մոլդովայի օրինակն է գիտենք, Ուկրաինայի օրինակն է գիտենք, Վրաստանի օրինակն է գիտենք։ Կապ չունի թե ինչ արդյունք է լինում։ Ուկրաինայում էլ էր ակտիվ, Վրաստանում էլ, Մոլդովայում էլ, Մոլդովայում արևմտյան կողմը հաղթեց, Վրաստանում ռուսական կողմը։ Այսինքն այնպես չի, որ որևէ մեկի հնարավորությունները պետք չի գերագնահատել, բայց որ այդ ազդեցությունը կա, դա ակնհայտ է երևում։ Պարոն Անտիմյան, այնուհանդերձ ինչ է կարծում, Նիկոլ Փաշինյանի դեմ ինչ որ գործողություններ կլինեն, թե չէ այս փուլում։ Որևէ դրսի ուժի համար դրսից միջամտել Նիկոլ Փաշինյանի դեմ ես համարում եմ անիմաստ, անտրամաբանական։ Ասեմ ինչի, որովհետև որևէ մեկը չի կարող ասել, եթե ինքը ինչ որ մեկին վնաս տվեց, իր կողմից կառավարելի ուժը կգա իշխանության, որովհետև մեր ժողովուրդը ընտրությունների հետ կապված անկանխատեսելի է։ Նման ինչ որ մի բան պլանավորում են հաստատ իմանալով, որ իշխանությունը կանցնի իրենց ձեռքը։ Հոկտեմբերի 27 եղած պարագայում մարդիկ հասկացան, որ իշխանությունը անկառավարելի չի լինելու, գլխատելով կառավարության վերնախավի եւ ազգային ժողովի, այնուամենայնիվ ինչի են մարդիկ ասում, նայում ենք թե ում էր ձեռնտու է այդ ամեն ինչը, ինչու է սլակները գնում դեպի Ռոբերտ Քոչարյանը, որովհետև մենք տեսանք, որ դրանից հետո կառավարելի էր իշխանությունը, այսինքն ով կարող է նման ահաբեկչություն անի, եթե չիմանա, որ կարող է իրավիճակը փոխվի։ Այս պարագայում որևէ մեկը չգիտի թե ընտրության արդյունքում ինչ տեղի կունենա, դրա համար արդարացված չի լինի որևէ մեկի կողմի ուղղությամբ որևէ քայլ անել։ Բայց լարվածությունը բնական է, որ լարվածությունը այնուամենայնիվ իրանց համար հնարավորություն է, որպեսզի փորձեն դրանից օգտվել։ Որքանով կհաջողվի, դա հարցի մի կողմն է, բայց ինչպես տեսնում եք, իշխանությունները
վարչական լծակ օգտագործումը բավական մեծ ծավալի, դա ակնհայտ երևում է բոլոր ուղղություններով, բոլոր տեղերով, իրանց քարոզարշավով, ամբողջ քաղաքներ ենք մտնում զզվացնելու աստիճան Նիկոլ Փաշինյանի սրտիկներն է։ Ես չեմ պատկերացնում, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանին համակրողը այդքան սրտիկ տեսնի փողոցի երկու ուղղություններով եւ ինքը ասի գնա մեզ սրտիկին ընտրեմ։ Մարդը կարող է ուղղակի դրանից զզվանք ունենա, բայց ինչպես տեսնում եք անում են, չէ՞։ Կարծում են, որ դա գործին օգուտ է։ Այսինքն դրան էլ գումարած, հիմա էլ ասենք, որ տեսեք, սպառնում են, դրա համար պետքա նաև ուժային ռեսուրսներ կիրառել, բայց վտանգավորը նա է, որ քանի որ ժողովուրդը ընտրությունների հետ կապված ակտիվանում է, հակառակ կողմն էլ մեծ փողեր ունի, եւ տեսնում եք, որ մերոնք էլ փողի վրա գայթակղվող են, ինչպես տեսնում եք ոգևորված ասում են, հա գնանք ընտրենք Սամվել Կարապետյանին, որևէ ոչ նրա ծրագրից են տեղյակ, ոչ էլ նրա քայլերից, ոչ էլ գիտեն նա այն ինչ որ ասեց անելու է, ոչ էլ վարչապետ կարող է դառնա, բայց ասում են իրան են ուզում, ինչի որ փող ունի, կարելի է կարծել այդ փողը ձեզ է տալու։ Այսինքն այդ վտանգը կա, որ այնուամենայնիվ կարող է գա ինչ որ մի բան, այդ լարվածության ժամանակ կարողանան տեղից ընտրությունները ակտիվություն ու լարվածություն է պարունակում, կարողանան դա օգտագործեն մարդկանց փողոց հանելու։ Դրա համար պետք է ամեն ինչ անել, եթե դուք հետևում եք նաև մեր գործունեությանը, նկատի ունեմ Հայաստանի շնորհապետական կուսակցության, մենք աշխատում ենք ոչ միայն լարում չստեղծենք, այն անգամ այնտեղ որտեղ լարում կա, այդ լարումը հարթենք։ Այնտեղ որտեղ փորձում են դուրս գան հավասարակցությունից մարդկանց հանեն, ինչ որ բաներ անեն, որպեսզի մենք դա նույն ձևով չենք արձագանքում մի պարզ պատճառով, որովհետև ընտրությունից հետո մենք ուզում ենք, որ մեր երկրում խաղաղություն լինի։ Տեղից էլ հետընտրական ցնցումներ միշտ էլ լինում է, որովհետև մի կողմը այնուամենայնիվ չի հաշտվում պարտության հետ, բայց այնպես պետք է անենք, որ դա առողջ ձևով կատարվի, չհաշտվելը պարտության հետ, այլ ոչ թե կասկածի տակ դնեն ընտրությունները, որի արդյունքում ասեն ցանկացած ձևով իշխանությունը վերցնելը արդարացված է, որովհետև ընտրությամբ իշխանություն չձևավորվեց։ Այսինքն մենք չպետք է թույլ տանք, որ այդ հունով գնա։ Մենք մեր վարքագծով փորձում ենք օրինակ ծառայել, որ նույնիսկ սադրանքի չգնանք, դուրս գանք դրանից։ Պարոն Անտոնյան, Նիկոլ Փաշինյանը եթե ընտրվի, որ ասում է այս ինչ ձեզ կզացնելու եմ, ինչ տեղի կունենա նրա ընտրվելուց հետո։ Նա ընտրվելուց հետո նա այլևս այս անգամից հետո այլևս ռուսական ուժը իրան պետք չի, որ հետո էլ ասի մի հատ էլ իրանց պահեն պետք կգա։ Չկա այդպես միամիտ մարդ, որը չհասկանա, որ 2021 թվականի համար Նիկոլ Փաշինյանին օդի ու ջրի պես պետք էր Ռոբերտ Քոչարյանի նման հրեշը։ Չկար որևէ մեկը, որ կասկածի, որ այս տարիների ընթացքում ինքը ամեն ինչ արեց, որ վարկանիշ կերտեր Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի համար։ Դե Սերժ Սարգսյանը մի քիչ ավելի շուտ էր մերժվել, չկարողացան իրան վերակենդանացնեն, չնայած փորձեցին արհեստական շնչառություն տալով նրան քաղաքականության մեջ օգտագործել, բայց չի ստացվում։ Նա էլ ասեց ավելի լավ է ես չմասնակցեմ, բայց ինչ որ ուժերի աջակցեմ, այսինքն ընդհանրապես չեմ հեռանում, էլի։ Դա նշանակում է, որ այս դեպքից հետո այլևս անիմաստ է լինելու այդ խաղակարգը օգտագործել, նշանակում է իսկ ինչի ռեպրեսիայի չգնա, ժողովրդին էլ ասի խոստացել էի, դե հիմա դա անում եմ։ Բայց այդ արդյունքում մենք չենք նայում, որ այն թևը իրոք ժամանակին հանցագործություններ արել է։ Մենք ասում ենք, որ արել է 8 տարի, ինչ է արել, որ նրանց պատժեիր։ Ինչ է, բավարար հնարավորություն չկար։ Օրենք փոխել, որ հայցային վաղեմության ժամկետով այնպես անել, որ նրանք չպատժվեն։ Երբ ուզենակ ասեք հանցագործ են, երբ ուզենակ ասեք հանցագործ չեն։ Այսինքն սա ինչ մթնոլորտ է, ինչ գործ ունեին ազգային ժողովում քաղաքացիական պայմանագրի հետ նաև Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերը։ Մեր երկրում այդպիսի ընդդիմություն պետք է լիներ, այսինքն մեր հասարակության կեսից ավելին ցանկացած սոցիոլոգիական հարցումով մեր երկրի հավաքան տեսնում է եվրոպական ընտանիքում, բայց խորհրդարանում հայտնվում է իշխանություն, որը ասում է մենք Ռուսաստանի հետ դեմ բան չենք արել, չենք անում, չենք էլ անելու, ԵԱՏՄ-ից էլ դուրս չենք գալու, գնում ենք Շանհայի համագործակցության կազմակերպություն, 102-րդ բազան հանելը մեր օրակարգում չկա, 3 գումարած 3-ը արդյունավետ ձևաչափ է։ Այս իշխանության մոտեցումը
ռուսամետ ընդդիմությանն էլ տեսնում ենք։ Հիմա մենք կասենք, որ ազգային ժողովում ներկայացված է հասարակական կարծիքը իշխանության եւ ընդդիմության կողմից, բավականացածի կարծիքը ուր է։ Ուզում ենք նույնը լինի 2026 թվականին։ Պարոն Անտինյան, Արթուր Օսիպյանը ձեր կուսակցության անդամ է։ Ոչ։ Ձեր կուսակցության հետ որևէ առնչություն չունի։ Տարբեր ինչ-որ հանդիպումներ լինում, ոչ միայն իր հետ, այնքան է լինում, անվտանգության ֆորում էլ է լինում, ասենք տարբեր մարդիկ էլ շատ ալնում, որ գրում են, ասում են, որ ասենք բայց մեկը ինչ գործուներ է հավաքին։ Այնքան մարդիկ են լինում, որ տարբեր ձևաչափերով հանդիպումներ են լինում, ու դա չի նշանակում համագործակցություն։ Ուզեմ ասեմ, չկա այդպես բան։ Անձնապես հա ճանաչում ենք, այնքան մարդու ենք ճանաչում։ Դենց ուզում ասեմ, դենց խնդիր չկա։ Եվ գալով ձեր ծրագրերին, հա, պարոն Անտինյան, ձեր ուժը հայտարարում է, որ ԿՊ-ից հետո երկրորդ ուժն է, ինչ հիմքով եք նման հայտարարություն անում, դա ինչ սոցիոլոգիական հարցում է, եւ եթե երկրորդ ուժը դուք եք, անկասկած իշխանությունն էլ նաեւ կունենար դրա վերաբերյալ տեղեկություններ եւ ձեզ էլ կներգրավեր, հա, այս փոխադարձ հրաձգության մեջ, բայց ինչպես տեսնում ենք, ձեզ շրջանցել են եւ Սամվել Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին են ներգրավել, որովհետև իշխանությունը վերցնելու վտանգ նրանցից են տեսնում։ Իշխանությունը վերցնելու վտանգ նրանցից են տեսնում, որտեղ հասկանում են, որ նրանք գալով իշխանության, Նիկոլ Փաշինյանը պատկերացնում է, թե ինչ կարող է տեղի ունենալ իր հետ։ Բայց հարցը սա է, իսկ ինչու են մեղադրում նրանց։ Բանակ եք թալանել, Արցախի հարցում վատ եք բանակցել, բյուջե եք կերել, դղյակներ եք կառուցել եւ այլ եւ այլ։ Այսինքն իրանց համար շատ լավ մրցակից է եւ պարզապես նվեր խորհրդանում նման ուժեր լինելը, որովհետեւ պատկերացնում եք խորհրդանում կառավարությունը պետք է գա հաշվետվություն ներկայացնի, բայց գալիս է ճվճվում ընդդիմության վրա գնում եւ հասարակության մեջ շատ-շատերն ասում են, «Տո ճիշտ արեց, որ դրանց տեղը դրեց»։ Այո, դրանց հասնում էր, բայց մեզ չէր հասնում, որ մենք այտենց խորհրդարան ունենանք, որտեղ գալի կառավարության անդամը գորգորում է падգամավորի վրա խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում։ Մենք դրա արմատապես փոխելու մի խնդիր կա, նորմալ խորհրդարան ունենալ եւ ամեն մեկը զբաղվի իր գործով եւ կառավարությունն էլ իմանա, որ ինքը վերահսկելի է նաև կառավարման ազգային ժողովի կողմից։ Հիմա նաև շարունակեմ այդ ասածը, առաջինը դա, որովհետև շատ ձեռնտու է հենց այդ կարգի ընդդիմությունը, երկրորդ, այսպես նայենք, այդ մահու կենաց կռիվը այս երկուսի մեջ է, մահու կենաց կռիվը մեր հետ չի, որովհետև ոչ ես, ոչ Գուրգեն Սիմոնյանը, ոչ էլ նրա թիմակիցներից որևէ մեկը բանակ թալանելուն չեն մասնակցել, Արցախյան պատերազմում սխալ բանակցություններ չեն տարել։ Դուք ո՞նց եք պատկերացնում, այսինքն ինչ լեքսիկոնով պետք է խոսի Գուրգեն Սիմոնյանի հետ, որը գիտնական է, ակադեմիական կրթություն ստանալուց բացի նաև այդ ոլորտներում աշխատած, պատերազմին մասնակցած, մտավորական ընտանիքից մարդ, որ նույնիսկ երբ որ մարզային այցելություններ են գնում, մարդիկ կան, որ ասում են, մենք հիշում ենք նաև ձեր տատիկին, գիտեք ինչքան կյանքեր են փրկել։ Մենք այդ մասերը չենք նկարում, որովհետև ոնց որ չստացվի էլի, թե նենց ուզում ենք ցույց տանք, որ մարդիկ էլ մտածեն կարողա սարկած էր, բայց հատուկ մարդիկ հրավիրել են մեզ, ասել են ինչքան էլ ուշելնի եկեք, մենք սպասում ենք ձեզ, ոչ միայն ասենք ընդունում ենք Գուրգեն Սիմոնյանին կամ ինձ, այլ նաև հիշում ենք, թե դուք ինչպիսի ընտանիքի մարդ եք։ Հիմա ինչ պետք է մեղադրի Գուրգեն Սիմոնյանին, ասի ինչի ես մտավորական ընտանիքի երիտասարդ, կամ ինչի ես լավ կրթություն ստացել, կամ ինչի ես բարեկիրթ խոսում, պետք է փաստ լինի, չէ՞ խոսելու համար։ Այսինքն մենք այսպես ենք հստակ ասել, այո, գալով իշխանության, մենք քաղաքական գնահատական կտանք խորհրդային միությունից հետո բոլոր իշխանություններին, թե առաջին նախագահ, թե երկրորդ, թե երրորդ, թե վարչապետի այսօրվա Նիկոլ Փաշինյանի, իսկ իրավական գնահատականը մենք չենք տա, իրավական գնահատականը կտա իրավապահ համակարգը, բայց քաղաքական գնահատական պարտադիր կտրվի, մենք ինչ ենք ստացել, ինչ ժառանգություն ենք ստացել խորհրդային միությունից եւ տենց մեկը մեկին փոխարինելով
հանձնելով ինչ են մեզ այսօր հանձնել։ Մենք մի հատ պետք է իմանանք, չէ, ինչ վիճակում ենք հայտնվել, ինչու ենք հայտնվել եւ ինչ պետք է անենք այդ վիճակից դուրս գալու։ Հարցը նա չի, որ հիմա մենք չգիտենք։ Քաղաքական գնահատականը նաեւ դիրքորոշում է։ Դու կոնկրետ ինչպիսին ես պատկերացնում այս կամ այն քաղաքական ուժի նրա վարած քաղաքականության, նրա կառավարման տարիների նկատմամբ քո վերաբերմունքը։ Ակնհայտորեն այդ գնահատականը մենք կտանք։ Եվ դրա համար իշխանության պայքարը, թե ինչու են նրանց հետ այդպես կենաց մահու, լավ գիտեք, որ եթե ուզենային կենաց մահու կռիվ չլիներ, մինչև այդ նրանց քչեզոքացնեին, բայց նրանք իրանց շատ պետքական էր, ու իրանք այս պայքարով խանգարում են մեզ, ոչ թե օգնում։ Խանգարում են, որտեղ ունեմ, որ եթե իրանք տեսնեին դուք այդքան մեծ պոտենցիալ ունեք, հնարավորություն ունեք ԱԺ-ում երկրորդ ուժը լինելու, նաև ձեզ իրենց հայտարարություններով որևէ կերպ կանդրադառնային, որպեսզի օրինակ ձեր ձայները նվազեցնեին, բայց նման բան չեն անում։ Հա, բայց եթե դուք ուշադրություն դարձրացնեք, նման բան չեն անում, որպեսզի քննադատության թիրախ չդառնան, որ ասեն ինչի համար է քննադատում, բայց այնպես չի, որ նրանց փոխարեն պատվերով այդ նույն բանը չեն անում ուրիշները մեր դեմ։ Այտենց օր չկա, որ մի հատ զորք առավոտ քնի չարտնանա ու գրի, որ Գուրգեն Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանի պատվերն է կատարում։ Հետո մի ուրիշ զորք արտնանա, ասի Ռոբերտ Քոչարյանի, մեկը Սերժ Սարգսյանի, անենց անուններ են տալիս, որ նույնիսկ մտածում ենք, ասում ենք, գոնե Գուրգեն Սիմոնյանը այդ մարդկանց անձամբ մի անգամ տեսած լներ, գոնե միտեղ ընդհանուր հավաքի անգամ տեսած լներ, բայց դա ինչու համար է արվում։ Ձեզ թվում է դա պատահական արվում, հա։ Ֆանտաստիկ ռեսուրս են ծախսում մեր դեմ։ Ձեզ թվում է դա որևէ մեկը չի պատվիրել ու դա անում են։ Այդ իրանք իրաց դեմքով չեն անում, որպեսզի չհակադարձեն։ Ասեն ինչն եք քննադատում։ Անում են ուրիշների դեմքով։ Դուք հավատում եք, որ այս վարձկանների բանակը էնտուզիաստներ են, հա, քննից արթնանում են եւ 100%-ով ասում են Գուրգեն Սիմոնյանը ուրիշի պատվերն է։ Մենք ասում ենք ոչ մեկին չենք միանալու, ոչ այս թևին, ոչ այն թևին, ոչ միայն իրանց, այլ եւ իշխանության արբանյակներին եւ ռուսամետ ուժերի արբանյակներին, որոնց հստակ բոլորը գիտեն։ Կա մեկը, որը չի հասկանում, եթե մարդիկ ասում են մենք արևմտամետ ուժեր ենք, բայց ասում են մենք որ գնանք խորհրդարան ձայնը իշխանության պակասի կոալիցիա կկազմենք, որևէ մեկը չգիտի նրանց դիրքորոշումը։ Դուք չգիտեք այն քաղաքական ուժերի, որոնք որ Հանրապետություն կուսակցությունը այս գլխից ասում է, որ ես այդ սցենարով եմ գնացի, այսինքն ընտրողների հետ բաց են։ Հա, չէ, նույն հաջողությամբ են մյուսներն էլ ասում են, որ մենք ոչ չենք գնում իշխանափոխության։ Մենք գնում ենք, որ ընդդիմափոխություն լինի։ Մենք գնում ենք Նիկոլ Փաշինյանի համար իշխանությունը, ընդդիմություն աշխատենք, չէ։ Դա անթակույց է, չէ։ Չէ, բայց կոշտ ընդդիմություն է աշխատում, դա Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է լինելու։ Ինչ է։ Կոշտ ընդդիմություն լինելը, սուր քննադատող ընդդիմություն լինելը իշխանության մի ընդդիմություն, որին Նիկոլ Փաշինյանը չի կարող ասել թալանել եք, կոռուպցիոներ եք, զուգարանում ծեծել եք, ձեր փեսան, ձեր աղբերը Սաշիկ, Միշիկ, նման ընդդիմությունը ավելի խնդրարույց չէ Նիկոլ Փաշինյանի համար։ Հա, բայց դրա համար մեր դեմ պայքարում են ոչ իրենց դեմքով, որովհետև հիմիկվա համար էլ խնդրահարույց է։ Այդ կարգի բանավեճ տանելն էլ է խնդրահարույց, չէ։ Բա ոնց է, այդ նույն բանը հիմա էլ չեն կարող, չէ, ասել։ Դրա համար իրանց փոխարեն ասում են ուրիշները։ Հատուկ կազմակերպված ձևով։ Ձեր ուժի հետ կապված մի այսպիսի քննադատություն էլ կա, քանի որ նաև իմ եթերում է հնչել, կուզեմ անդրադառնալ, ասում են դուք դիրքավորվել եք որպես արևմտամետ, ասում եք Ֆրանսիա, Ամերիկայի հետ հարաբերությունները խորացնենք, բայց ասում են ռուսական նարատիվներ եք առաջ տանում, ասում եք տարածքային պահանջ ներկայացնենք Ադրբեջանին, ինչը հակասում է Ամերիկայի հետ ձեռքբերված խաղաղության այս կոնցեպտին։ Սրան ինչպես կմեկնաբանեք։ Ինչ է նշանակում, եթե մի բան Ամերիկայի կոնցեպտին հակասի, նշանակում է դա ռուսական է։ Ինչը Ռուսաստանը տենց կոնցեպտ ունի, Ռուսաստանը Ղարաբաղի հարցը համարում է փակված։ Ինչ է նշանակում, եթե մենք գտնենք այս կամ այն հարցով մենք այլ պատկերացում ունենք, դա ռուսական նարատիվ է։ Ոնց է ռուսական նարատիվ։ Իշխանությունը եւ Ռուսաստանը Արցախի հարցը համարում են փակված։ Մենք համարում ենք հարցը փակված չէ։ Չենք ասում վաղը զենքը վերցրած գնալու ենք Արցախը ազատագրենք, այլ ասում ենք, որ Արցախի իրավունքի հարցը, Արցախի անվտանգության հարցը պետքա միշտ պահել տակ, այն պարզ պատճառով, որ նոր աշխարհակարգի պարագայում ցանկացած փոփոխություն
փոփոխություններ կարող է լինեն եւ ի տարբերություն Ռուսաստանի եւ օրվա իշխանության արևմտյան կառույցները այդ թեման չեն փակել ինչ է նշանակում Տրամպը փաստաթուղթ ստորագրել արևմտյան քանի կառույց եք տեսել որ հայտարարություններով Արցախի հարցը համարում են չփակված համենայն դեպս գոնե իրավունքի եւ անվտանգության հարցով որ մարդիկ իրավունք ունեն իրենց բնորանում ապրելու վաղը մյուս օրը կարող է առաջանալ մի իրավիճակ որի պարագայում նրանց թող իրանց շահերի ձելնելով լինի չեմ ասում մեր շահերի ձելնելով են անելու թող իրանց շահերի ձելնելով լինի Արցախի իրավունքի եւ անվտանգության հարցը բարձրացնեն եւ այդ պարագայում մենք էլ ասենք որ միակ տարբերակը որ դա մենք կարող ենք ունենալ հիմա տեսեք 96 թվականի դեկտեմբերի 3-ի Լիսաբոնի գագաթնաժողովի հետ կապված Նիկոլ Փաշինյանը ամեն օր ըմբռնում թե տեսեք այն ժամանակ որոշվեց որ Արցախը անկախ լինել չի կարող սա եղել ցանկացած բարձր անկախություն կարող է ստանալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակները, բայց չմոռանանք, որ Լիսաբոնում այդ կետերը բերեց հենց Ադրբեջանը Լիսաբոնում բերեց եւ մեր պատվիրակությունը նույնիսկ պատրաստ չէր որ դա վերջի պահին բերեցին այդ կետերը մտցրեցին եւ Լևոն Տեր-Պետրոսյանը վետո դրեց այսինքն դա եղել է նախաձեռնություն եւ առաջարկություն Ադրբեջանի կողմից եթե Նիկոլ Փաշինյանը դա համարում է մեզ համար որպես ճակատագիր որովհետեւ այսինքն անկախությունը արանքից հանված է անկախությունը հանված չէ որովհետեւ Լիսաբոնից հետո 2007 թվականին Մադրիդի փաստաթղթով որը Հայաստանի նախագահն Ադրբեջանի ստորագրել էին այնտեղ պլեբիսցիտի մեջ կար որ ցանկացած որոշում կողմերի համար ընդունելի է սահմանափակում չկար տարածքային ամբողջականության բայց նորից վերադառնանք այդ տարածքային բանը Ադրբեջանի տարածքում լայն ինքնավարություն Ադրբեջանը եթե դրան համաձայնվել է ինչից ելնելով պետք է հիմա մերժի ասի որովհետև դատարկել եմ Արցախը էթնիկ զտման են Ինչ է առաջարկում Արցախի հետ կապված Արցախ Ադրբեջանի տարածքում բնակեցված հայերով եւ միջազգային անվտանգության երաշխիքներով թե ազատագրված Արցախ ինքնուրույն սուբյեկտ Հիմա այսպես նայենք Առաջինը մենք պահաբաց թողեցինք Արցախի եւ Հայաստանի վերամիավորման հարցը որ չգիտես ինչու ուրիշ ուղղությամբ գնաց Դա ինչ եղավ այսինքն 89 թվականի դեկտեմբերի 1-ի փաստաթուղթը որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը միանում էր Հայաստանին այն ժամանակ դեռ Լեռնային Ղարաբաղի հանրապետություն ստեղծված չէր դա դրանից հետո չգիտես ինչու վերածվեց անկախության պայքարի որևէ մեկը հիմա չի խոստովանում թե ով իրանց խելքը կերավ որ խորհրդային միության օրենքներով կայացվել էր այդ որոշումը որտեղ այդ ժամանակվա օրենքներով կարող է սուբյեկտը որոշում կայացնել միանում էր Հայաստանին մնում էր Ադրբեջանի հետ կամ ՌՍՖՍՌ-ին էր միանում չգիտես ինչու դա դարձավ անկախության հարց հետո էլ որոշակի փոփոխությունների ենթարկվեց հենց նաև Ռոբերտ Քոչարյանի ձեռքով որ Մադրիդից էինք ասում Լեռնային Ղարաբաղի հանրապետություն ստեղծելու փաստաթղթի հեղինակը ինքն էր բայց Մադրիդում ինքը լրիվ առաջարկությունը խոսել քայլ առ քայլ այդ տարբերակով առաջինը մենք խոսում ենք ինչի մասին մարդը իր բնորանում ապրելու իրավունքի մասին եթե ասենք որ մարդը իր բնորանում իրան էթնիկ զտմանը ենթարկել ու այլևս նա կորցրել է այնտեղ ապրելու իրավունքը մենք ինչ ենք այդ դեպքում տպավորությունը առաջանում որ մենք պետք է գնանք ուժով վերցնենք մենք չենք խոսում ուժով վերցնելու մասին մենք խոսում ենք այսօր Արցախցին ասենք ուզում է ինքը վերադառնա հետո շատ բաներ միանշանակել չի այսինքն այսպես ասեմ մենք կարող է ցանկություն ունենանք բայց նաև նա իրանց համար էլ պետք է ընդունելի լինի երբ որ Ալիևը առաջարկում էր դառնան Ադրբեջանի քաղաքացի նրանք դա մերժեցին գիտեին որ Ադրբեջանի տարածքում ապրել անհնարին է թողեցին դուրս եկան Եվ այսինքն ուզում եմ ասեմ նախ իրանք էլ պետք է հասկանան պատրաստ են դրան եւ միջազգային հանրությունը եթե աջակցում է պատրաստ են դրան մենք տեսել ենք նույն Լիսաբոնից հետո Կոսովո ենք տեսել անջատում հանուն փրկության ինչու ենք մենք ցանկացած բան որ մեր դեմ կատարվել է համարում ճակատագրական ու վերջնական բայց ոնց որ որևէ մեկի հետ կապված վերջնական չի եղել Լիսաբոնից հետո աշխարհում պետություններ են ստեղծվել բոլորը չթվարկեն գոնե մի քանի պետություն ստեղծվել է այն էլ բացի Կոսովոն ինչի այն հետ մեզ վերաբերվում դա մի անգամից դառնում է վերջնական դա ուղղակի անընդունելի է ցանկացած բանակցության ժամանակ եթե նստում ես ու ի սկզբանե զենքերդ վայր դրած արդեն ամեն ինչի համաձայնվում ես
ինչ ես ակնկալում, ստիպված գնում ես նոր զիջումների։ Կներեք, դուք մտավախություն չունեք, որ դա օրինակ այդ հարցի առաջ քաշելը, ինչքան էլ որ դա մեր ցանկությունն է, հայերս ուզում ենք, որ դա այդպես լինի, իրականություն լինի, Արցախը հայերով բնակեցված լինի, ինչու ոչ նաև Հայաստանի հայկական վերահսկողություն ունենա, բայց այնուհանդերձ չեք կարծում, որ այս փխրուն խաղաղությունը սա իշխանությունն է ասում, կվտանգի եւ Հայաստանի ու Ադրբեջանի մեջ նոր կոնֆլիկտ կառաջանա։ Դուք նման մտավախություն ունեք, թե չէ։ Դրա համար մենք այդպես հայրենասիրական կարգախոսներով չենք ասում, այ գնանք գրավենք, այս անենք, այն անենք, մենք բավական իրատես ենք։ Այսինքն մենք ուզում ենք ուղղակի հարցը պահել տակ, նաև իրավական առումով։ Ինչքան հնարավոր է որևէ ատյանում մենք կարողանանք այդ հարցը պահենք, մեր իրավունքները առաջ տանենք, դուք պատկերացրեք Հայաստանի իշխանություններն ասում են թեման փակված է։ Հիմա նույն հաջողությամբ պես նայենք։ Ճապոնիան մինչև այսօր չի հաշտվում են մտքի հետ, որ ինքը կորցրել է հարավային Կուրիլյան 4 կղզիները՝ Շիկոտանը, Կունաշիրը, Իտուրուպը եւ Խաբոմայը։ Հիմա եթե Ճապոնիան չի հաշտվում այդ մտքի հետ, նշանակում է Ռուսաստանի հետ պատերազմում, հա։ Նա ուղղակի չի հաշտվում այդ մտքի հետ։ Ռուսաստանն առաջարկում արի փաստաթուղթ ստորագրենք, ասում է ոչ, բայց Ռուսաստանի հետ առևտուր անում, չի պատրաստվում պատերազմել։ Ինչու ենք մենք մեր ունեցածից հրաժարվում եւ դրանով բացատրում, որ պատերազմ այլապես պատերազմ չի լինի։ Այ դա հենց երբ որ մենք դրանից հրաժարվում ենք, այնպես չի, որ դրանով մենք ավելի անվտանգ ենք դառնում, որովհետև Ադրբեջանը արդեն հասավ նրան, որ մեզ է մեղադրում որպես օկուպանտ։ Ասում է դուք 30 տարուց ավել օկուպացրել եք, դե դուք պետք է 150 միլիարդ դոլար գումար վճարեք որպես փոխհատուցում, որովհետև դուք եք օկուպանտը, բայց մենք էինք օկուպանտը։ Արցախը իր անկախությունը ճանաչել է հանրաքվեով եւ որից հետո դա դեկտեմբերի 10-ին է եղել 91 թվականի, սեպտեմբերի 2-ին եղել է հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն 91 թվականի, հունվարի 6-ին էլ Արցախը ճանաչվել է նրա պետական անկախությունը հիմք ընդունելով հանրաքվեի արդյունքները։ Այսինքն մենք Արցախի հետ կապված ունեինք հանձնառություն պաշտպանել նրա անվտանգությունը Արցախի։ Նաև դա ամրագրված էր մեր անկախության հռչակագրով։ Եթե Ադրբեջանը հարձակվել է, չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այն դեպքում, երբ որ չճանաչված պետություն էր իր ինստիտուցիոնալ կառույցներով, ու ինքը պատերազմ է սկսել, օկուպանտը դառնանք մենք, բայց երբ որ մեր իշխանություններն ասում են Արցախը 91 թվականից էր Ադրբեջանի կազմում, ստացվում է, որ մենք ենք զորք ուղարկել մտնի Ադրբեջանի տարածք։ Եվ Նիկոլ Փաշինյանը չի էլ թաքցնում, հիշում եք մի անգամ ասեց նախկին իշխանությունները ինչ են զորքը մտցրել Ադրբեջան։ Այսինքն սա ով է այս խաղաթուղթը տալիս Ադրբեջանին։ Բա մենք ինչի համար ենք դա ասում։ Մենք մեր իրավունքները պաշտպանելու հարցը դա պատերազմի մասին է խոսքը։ Իսկ եթե մենք այդպես չենք անում, Ադրբեջանը մեզ օկուպանտ է համարում։ Ասում եմ, ես մտել եմ ջերմուկի բարձունքներն են վերցրել եւ ասում եմ, բա դուք էլ իմ տարածքն եք վերցրել, ինչի՞ պիտի դուս գան, որ սահմանազատումով եւ ժամանակը կգա դրա մասին կմտածենք, բայց ոչ թե այսօր, որովհետեւ հիմա իմ հերթն է, դուք եք օկուպանտը, մենք ոնց դառանք օկուպանտ։ Այն մարդը, որը գնացել է Արցախյան առաջի պատերազմում կռվել է, այն ժամանակվա օրենքներով ինքը հանձնառու էր Արցախի անվտանգության համար։ Գալիս են կանգնում ենք 2020 քանի թվականին, կանգնում ասում ենք, բա գիտեք 92 թվականին դուք օկուպանտ էիք։ Սա լուրջ է։ Օրենքը տենց հետադարձ ուժ ունի, բայց եթե մենք դա չենք հիմնավորում, մեր դախագահի եւ վարչապետի հայտարարությունները օգտագործում են մեր պետության դեմ։ Այսինքն ասում է թոկը գցել են մեր վիզա Արցախի հարցում, հիմա Արցախի թոկը հանեցին, Հայաստանի վիզա գցեցին։ Մենք չենք տեսնում, Ադրբեջանը ասում է մեր պետք է 300,000-ը գան Հայաստան։ Մենք ասում ենք դա անընդունելի է, դա խորհրդային միության ժամանակ ա եղել։ Հա մենք ասում ենք, իշխանություններն էլ են ասում անընդունելի է, բայց մենք տեսնում ենք, չէ՞ որ նրանք հետևողականորեն դրա ուղղությամբ աշխատանք են տանում։ Տանում են, որ դա ասում է մեր տարածքներն է, սիմպոզիում են անցկացնում, քարտեզներ են տպում, գրքեր են տպում, միջազգային հանրության հետ աշխատում են։ Լավ, քանի որ ժամանակը սպառվում է, պարոն Անտոնյան, շատ կարճ, եթե օրինակ այս երկու բևեռներից մեկը իշխանություն ձևավորելու խնդիր ունենա եւ ձեր ձայների հույսին մնացած լինի,
դուք հակված եք որևէ մեկին աջակցել թե ոչ, եւ դա ավելի շատ իշխանական ուղղությամբ կգնաք, թե ընդդիմադիր ուղղությամբ, բայց եթե օրինակ իրենք հաշվի են նստում ձեր հետ եւ ձեր որոշ ծրագրեր պարտադիր կատարման կոստումներ են տալիս, պատրաստ եք նման համագործակցության, թե այս 3 հիմնական ընդդիմադիր ուժերի հետ, թե Փաշինյանի հետ։ Եթե նույնիսկ լինի երկրաշարժ, հրաբուխ եւ մեկ էլ անցով օվկիանոս Հայաստանում պատուհանը բացեք, տեսնեք ցունամին խփել է, հասել է ձեր պատուհաններին, մենք ոչ նրան չենք միանալ։ Եթե մեզ առաջարկեն միանալ, նշանակում է կոսմետիկ մի երկու կետ վերցնեն, միացնեն իրանց ծրագրին։ Այդ դեպքում մի երկու պորտվել տան, բա մենք ժողովրդին դա ենք խոստացել։ Բացառվում է դա իրանց միանալ, որտեղ միանալ իրենց նշանակում է իրանց ծրագիրն առաջ տանել, մենք էլ այդ ծրագրի մաս դառնանք։ Եթե իրանք շատ են ցանկանում, որ երկիրը ցնցումների մեջ չլինի, մենք ենք իրենց առաջարկում կոմպրոմիսային տարբերակ։ Որևէ մեկը մեզ թող չասի, բա եթե Փաշինյանին չօգնեք, ռուսամետները կտանեն, կամ եթե ռուսամետներին չօգնեք, Փաշինյանը Հայաստանը կտանի Թուրքիա։ Ասում ենք ոչ, մենք մեր տեխնացուին ենք ձայն տալու, քանի ձայն կունենանք Գուրգեն Սիմոնյանին։ Մեզ պետք չի ասել Փաշինյանը եթե չլինի, ինչ կլինի։ Եթե դուք Գուրգեն Սիմոնյանի եւ Փաշինյանի միջև ընտրում եք Փաշինյանին, մեղադրեք ձեզ։ Եթե Սամվել Կարապետյանի եւ Գուրգեն Սիմոնյանի պարագայում որպես կոմպրոմիս ընտրեք, որպես ազգային համաձայնության կառավարություն, դուք ընտրում եք Սամվել Կարապետյանին, մեղքը ձերն է, մեր վրա մի գցեք։ Մենք մեր ձայներով իրանց չենք օգնելու։ Կունենանք մեծամասնություն, կգնանք կանենք մեր ծրագիրը։ Կունենանք մեծամասնություն, չենք ունենա։ Նույնիսկ կլինենք երրորդը թե չորրորդը էական չի, եթե իրանց ձայները պակասեց, մեզ ասեն միացեք, պետք է ասենք ոչ, դուք մեզ միացեք, մեր տեխնացուն կդառնա վարչապետ ու երկիրը կհանդարտվի, կխաղաղվի։ Եթե դա էլ չի ստացվի, կգնանք ազգային ժողովի բարձր ամբիոնը կօգտագործենք միջազգային կապերը, հասարակության հետ կաշխատենք, որ հասնենք նրան, որ հանրաքվեի միջոցով պարտադրենք օրվա իշխանությանը հայտ ներկայացնի Եվրամիության անդամակցության։ Այսինքն որևէ ձևով չկա ոչ միայն իշխանության, ոչ էլ նրանց արբանյակների, ոչ ռուսամետ ուժերի ու նախկինների, ոչ էլ նրանց արբանյակներին մենք չենք միանալու։ Դա ուղղակի բացառվում է։ Շնորհակալություն պարոն Անտոնյան հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։